Նախագահ չեն արձագանքում Ալիևին, խուսափում են Ալիևին արձագանքելուց, հիմա Ալիևը հերթական պահանջների լեզվով է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, Արևմտյան Ադրբեջանի բնակիչների վերաբնակեցման մասին, ինչու արձագանքներ չկան Հայաստանի Հանրապետությունից եւ այդ կեղծ թեզերը ինչու չեն կանխվում այսօր։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարիչները չեն արձագանքում։ Մի բան կարող եմ ենթադրել, որ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը կամ դուր գան, որպեսզի նա ինչ ասեմ, բարի գործեր անի իրենց համար։ Ինչ գործեր։ Դե ինչ գործեր, չգիտեմ։ Երևի իրանք ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունը տեղյակ չի։ Իմիջիայլոց, երբ խոսում ենք impeachment-ի մասին, ձեզ որևէ ինչի է դարքրում, բայց ինչու է մեր դիրքորոշումը այդպիսին։ Նախ ասեմ հետևյալը, որ 2021 թվականին ես երբեք եւ որևէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ ես շատ հստակ ասել եմ, որ ես խորապես համոզված եմ եւ իմ այդ համոզմունքը հիմնված է քաղաքական դաշտ եւ ժողովրդի տրամադրություններ ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում, հաղթելու է եւ դառնալու ենք մենք մասնակիցը կապիտուլյացիայի լեգիտիմացման եւ միջազգային հանրությունը մեզ հայ ժողովրդին մեղադրելու է այդ կապիտուլյացիայի համար, ասելու է, որ ժողովուրդը թեև կապիտուլացվել է Հայաստանը, բայց վստահում է այսօրվա կառավարիչին, ինչը եւ տեղի ունեցավ մի տարուկես եւ մեր դաշնակիցները եւ մեր գործընկերները դրա վրա են հողում կատարում։ Հիմա եթե սխալ եմ ես կանխատեսել, ասեք սխալ եմ կանխատեսել։ Հաջորդ տարվա ընտրությունների հետ կապված Ես խնդրում եմ 3 անգել ինձ տվեք, որպեսզի կարողանամ այդ բաները լսել։ Սամվետին կան նույն համոզմունքը, որ Փաշինյանը անցնելու է։ Եվ ինչ ճանապարհ եք տեսնում Փաշինյանի իշխանությունը։ Թույլ տվեք շարունակեմ։ Եթե impeachment-ը չհաջողվի։ Հիմա մենք ասում ենք պաշտպանում ենք impeachment-ը, ելնելով հետևյալ հանգամանքներից։ Մենք, այսինքն ես նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը, առնվազն 5 տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների 1 օր ավել մնալը իշխանության վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Այդպես է, թե այդպես չի, ասել ենք, թե չենք ասել։ Խնդրում եմ, ասեք, եթե չենք ասել, ասեք չեք ասել, ասել ենք։ Իսկ այդ ինչ պատահեց, որ հիմա էլ ասում ենք, չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գա։ Լավ, ես ասեցի, 21 ընտրությունները շատ իրատեսական էին, ես իրատեսական չի, 21 եւ երկրորդ։ Դուք չէ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է տեսակվել։ Բայց խնդիրը դրանում չի։ Այսինքն կարծում եք ԿՊ-ից կմիանան հայ 18 հոգի։ Ախր թույլ չեք տալիս պատասխանեն ձեր իսկ հարցին, էլի թույլ տվեք խնդրում եմ։ Հիմա մենք կոնկրետ ես ինչ եմ կարծում։ Եկեք այս հարցին նաև երկխոսությամբ փորձենք պատասխանել, էլի։ Ինչ եք կարծում։ Հնարավոր է այս մի տարվա ընթացքում այսօրվա Հայաստանի կառավարիչները կատարեն մի քայլ, որը շատերի համոզման, չեմ ասում բոլորի, վնասակար կլինի Հայաստանի համար։ Օրինակ,
Կարող է մի քանի ամիս հետո այս կառավարիչները մի թուղթ ստորագրեն եւ ասեն Հայաստանից հանում ենք ռուսական սահմանապահներին, Հայաստանից հանում ենք ռուսական բազան, մեր անվտանգությունը արդյոք դրանով կամրապնդվի։ Սա մի հանգամանք, դուք հատկապես դուք կարող եք դա քիչ հավանական համարել, չէ՞, բայց ավելի լավ, ուրեմն ես ճշմարտություն եմ ունեմ ես ասում, եթե դուք այդ մեկ, հենց հետ եմ ասում, որ տեղի չի ունենալու, վայ ուշադիր հետևի խնդրում եմ ասածից, երկրորդ, լավ, դա ուրիշները, ոչ այստեղ հավաքված լրագրողները կարող են համարել քիչ հավանական, իսկ ինչ եք կարծում, ավելի շատ հավանական է, թե հավանական չի, որ տեսանելի ապագայում, այսինքն ամիսների ընթացքում այս կառավարիչները այդ ստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ ավելի հավանական է, չէ՞ որ դա կանեն։ Իսկ մենք գիտենք ինչ է այդ համաձայնագրում գրած։ Չգիտենք որևէ մեկս, ճիշտ է։ Իսկ հավանականությունը շատ է, թե քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասական ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Իսկ լավ, եթե այդպես է, դες ստորագրելուց հետո նույնիսկ եղան ընտրություններ եւ ընդդիմությունը հաղթեց։ Ընդդիմությունը կարողանալու է շատ հեշտ ճանապարհով այդ համաձայնագիրը իջիկ դարձնել։ Բա հետո դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելու, այս բիտարյան գործության մատնվեցինք, մենակ սկսեցինք քննադատել սրանց։ 7 տարի է մեղադրում, բան Սարգսյան։ 7 տարի, բա տեսնում եք, շնորհակալ եմ համաձայն լինելու եւ ներողություն, միգուցե այս կետն էլ դուք քիչ հավանական համարեք, բայց կարծում եմ, որ հավանական է, չէ, որ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո Հայաստանի հատվածից էլ ինչ որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա լավ, էլի հաղթեցինք, ընդդիմությունը հաղթեց կամ մենք կարողանալու ենք դա ետ վերադարձնել։ Այսինքն դա լինելու է, չէ, ոնց են ասում, Էդոն Շարմազանով շատ ավելի լավ գիտի, կազուս բելի են ոնց որ դրան ասում, դա հիմնավոր պատճառ կլինի, չէ, եթե մենք փորձենք դա ետ վերադառնել ու Ադրբեջանը մեզ հետ, բա ինչ ենք անելու էլի, ասելու ենք դե ոչինչ, ջհանդամը, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ինչ է մի հատ անք լավ, հետ էլ տանք պրծնենք, էլի մենակ իշխանափոխություն լինի, ես համաձայն չեմ այդ տեսակետին, այ մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք։ Եթե չստացվի, պարոն Սարգսյան։ Բանոն թող չստացվի, բայց դա ինչ է։ Այսինքն դուք ասում եք փողոցային պայքարը։ Ես ասեմ հետևյալը։ Կարծում եմ, գոնե այս վերջին ամսվա ընթացքում շատ ուշադիր եք եղել բոլոր հայտարարություններին եւ հայտարարություններից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք են համակարգել։ Այսինքն մենք էլ տենց կողքից բան ենք եղել, էլի, հարսանքավոր ենք եղել, իրանք խավորն են եղել, մենք էլ հարսանքավոր ենք եղել։ Դե եթե իրանք կուզենան խավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատրաստ հիմա ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունն է ավելի շատ մեծ, թե ցանկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչու ի վերջո այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում։ Ես կարծում եմ ձեր հարցիատերը ուրիշ է։ Դուք արդեն կասկածում եք, որ ես քանի անգամ եմ հայտարարել, որ ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ եթե անձնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար։ Առաջին նպատակը իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանկերից։ Ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի։